Խաղություն Աստծո հավով։ Ողջույն ձեզ։ Աստված օրհնի բոլորիդ։ Հարցը ունենք այսպիսի հարց են ուղղել։ Արկադի եղբայր ջան, հարց ունեմ հավերժության մեջ մեր բոլորի հոգիները երիտասարդ են լինելու, այսինքն մի հասակի մեջ, թե տարբեր։ Շնորհակալ եմ։ Շատ հետաքրքիր հարց է։ Աստված շատ օրհնի։ Բայց Աստվածաշնչի մեջ չկա, չէ՞։ Չէ, համարյա Աստվածաշնչի մեջ հոգու վրա շատ բաներ կա Աստվածաշնչի մեջ պատասխանենք։ Աստվածաշնչի մեջ սիրելի հարցը իրականում չկա այդ հարցը, թե ես մի տեղ եմ հանել, եկեք էսի կարդանք։ Հա, ես համարքայության 65-րդ գլուխը 18 խոսքից մի երկու համար կարդամ։ Ու սկսենք խոսել էլի այդ մասին, իրոք հետաքրքիր է, մարդը հոգին պատկերացնում է մեզ որ ասում են այսքան հոգի կա այս սենյակում, այսքան հոգի է հրավիրված հարսանիքին, կամ քանի հոգի են իրանք, չէ՞։ Պատկերացնում են հոգին ինչ-որ ձևավորում մի հատ։ Ոչ, այս մեր ձևավորման մարմնի մեջ է բնակվում այդ հոգին, իսկ մարմնի մեջ բնակված հոգին անտեսանելի է։ Սա մեկ։ Երկրորդը, հավիճենականության մեջ սիրելի հարցնող, հավիճենականության մեջ եթե մենք հավիճենական բառը օգտագործում ենք, հավիտյան, ընդ ժամանակ գոյություն չունի։ Եթե երկրավոր միլիոն տարին մի վայրկյան հաշվվի հավիճենականության մեջ, պատկերացնում եք այդ վայրկյան գալու է դառնա տարի, տարին տասնյակ տարիներ ու գալու է մի չգիտեմ ահռելի երկրային թվի համեմատ տարի ու այդ վայրկյանների ընթացքում արդեն մարդը ծերանալու է, մեծանալու է կամաց-կամաց։ Բայց հավիճենականության մեջ այդ վայրկյանն էլ չկա։ Երկրի վրայի 1 միլիարդ տարին մի վայրկյան էլ չի անգամ հավիճենականության մեջ։ Դե կանգնած է, ժամանակ չկա, գոյություն չունի։ Եթե կանգնած է, ուրեմն ծերանալ էլ չկա։ Եթե ծերանալ չկա, մահել չկա։ Գրիգոր Նարեկացին ես մի հատ արտահայտություն արել իր բանի մեջ կարդացի, ասում է, եթե իմ մեղքերը դրվեր քշերքի մի նժարում ու Մասիսարը մյուս նժարում, իմ մեղքերը ավելի ծանր կլներ։ Շատ կներեք, ես էսի չէի ուզում ասեի։ Մի հատ sense արտահայտություն կար, կներեք։ Շեղվեցի։ Հա, մի հատ ծիտիկ ասում է, եթե 1 միլիոն տարին մի անգամ գար Մասիսարի վրա ու Մասիսարի վրայից մի հատ ավազի հատիկ իր կտուցով վերցներ, էթար։ 1 միլիոն տարի հետո նորից այդ ծիտիկը գար, մի հատ ավազի հատիկ նորից վերցներ, էթար։ Պատկերացնեք ինչքան ժամանակ հետո Մասիսարը կհավասարվեր։ Ո կարա հաշվի, ոչ մեկ։ Ու ասում է, այդքանը այդ ժամանակը հավիճենականության հետ համեմատած մի վայրկյան էլ չի անգամ։ Հասկանում եք, ես այսքան ասում եմ, խորանում եմ, որ միտք ունենանք հավիճենականության մասին։ Եթե հավիճենականության բառը կա, հոգին հավիճենականության մեջ է, հոգին չի ծերանում, չի մեծանում։ Ոչ փոքրալն, ոչ մեծալն։ Ստեղ տեսեք, ես համարքարության մեջ կարդամ ես 18 համարից որ ասեցի, այսինքն 65 համարի գլխի 18-ը 18-19 կարդամ։ Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրվեք հավիտյանս հավիտենից նրանով, որ ես ստեղծելու եմ, որովհետեւ ահա ես ստեղծելու եմ Երուսաղեմը, բերկրանք եւ նրա ժողովուրդը ուրախություն։ Եվ ես պիտի ցնծամ Երուսաղեմի վրա եւ ուրախանամ իմ ժողովուրդովը, եւ այլևս պիտի չլսվի նրանում լացի ձայն եւ ողբի ձայն, եւ այլևս պիտի չլինի նրանց այնտեղից մի քանի օրական մանուկ, եւ մի ծեր, որ իր օրերը լրացրած չլինի։ Չպետք է լինի մանուկ, ծեր, որտեղ երիտասարդները պիտի 100 տարեկանում մեռնեն եւ 100 տարեկան մեղավորը պիտի անիծվի։ Տեսեք, այս վերջի խոսքը երիտասարդները 100 տարեկան պիտի լինեն 100 տարեկան ծերերը պետքա անիծվեն։ Հավիճենականության մեջ, տեսեք, մեր հոգին հավիճենական է ու մեր մեջ է։ Հավիճենական հոգին մեր ժամանակավոր մարմնի մեջ է։ Այն հոգի, որ մենք խոսացինք, սիրելի հարցնող, ձեր շեշտադրությունը այն մեր մահից հետո հավիճենականության մասին էր, ես հասկանում եմ այդ հարցը, որ այդտեղ արդյոք ծեր մանուկ հոգիները մի հասակի են լինում թե չէ։ Հոգին հասակ չունի։ Տեսեք, երկրի վրա ասում 100 տարեկան մանուկը կամ 100 տարեկան ծերը պետք է անիծվի կամ մանուկը օրհնվի։
Այսինքն հոգին, հոգի հասկացողությունը Հիսուս Քրիստոսը պարզ ասեց այն խոսքերը, որ ձեր հետ խոսեցի, հոգի ու կյանք է։ Այն խոսքերը ծերանում են կամ մանուկ են։ Չէ, խոսքը, ուզում է հիմիլնի, ուզում է երբ ուզում ալնի։ Այդ խոսքը հոգին ասում է, ասոխոսն ասում է, եւ նրա վրա կհանգչի իմաստության հոգի։ Իմաստությունն էլ է հոգի։ Իմաստությունը ծերանում է։ Ես իմաստություն ունեմ, որ սա գրիչ է, սա գրելու համար է, սա մեջի բաղադրությունը ու օգտագործում եմ այս գրիչը։ Այս իմաստությունը ինձ չի մահանում, չի ծերանում, չի փոքրանում, փոքր չի։ Հասկանում եք հոգու մասին, էլի հոգի։ Դրա համար հավիտենականության մեջ այս մեր իմաստությունը, որ մենք հավատում ենք Աստծուն, որ մենք ընդունում ենք Աստծուն, որ մենք խոնարհում ենք իր առաջ, որ մենք սիրում ենք իր պատվիրանները, արդարությունը, բարությունը, սերը։ Սա հոգի է։ Այս մեր հոգին, այս մեր հասկացողությունը երկնքում Տերը տալու է մի ուրիշ մարմին, որ հագնենք։ Այդ հոգին էլ մեր մեջ երիտասարդ հոգին, այսինքն երիտասարդ ասելով որ այն հոգին, որ չի ծերանում։ Այդ հասկացողությունը կա։ Այդ հասկացողության մեջ հավիտյան ապրելու ենք երկնքում։ Հայտության մեջ գրված է, որ սուրբերը Տիրոջ առաջ պետք է կանգնեն, գիշեր ու ցերեկ պետք է ասեն՝ «Փառքես, փառքես, սուրբ է, սուրբ է, սուրբ է Տեր»։ Այսինքն չկա ծերություն հոգին երկրի վրա էլ հոգևոս կմեծանա։ Մենք ենք ուղակի բառապաշարի մեջ մտցրել մարմնավոր հասկացողները, մարմնավոր հասկացողությունը, մեր գրականությունը այդ հասկացողության մեջ մտցրել են հոգի։ Այս տունը այսքան հոգուց է բաղկացած։ Բայց սրա խորը իմաստը, ճշմարիտ իմաստը, այսքան անձ է, այդքան անձի մեջ այսքան հոգին է։ Մենք դες հոգի ասելով հասկանում ենք մարդ, մարմին։ Բայց այն հոգին, որ հավիտենական մեջ պետք է ապրի, թեստը երկրի վրա չի ծերանում այդ հոգին, չի ծերանում։ Ես կարող եմ իմ իմաստությունը մանուկ կլինի, հələ չհասկանամ։ Իմ իմաստությունը ժամանակի ընթացքում աճի, զորանա, մեծանա, դառնա ընդհանուր։ Լմնա իմ իմաստությունը։ Եվ այդ ընդհանուր իմաստությունը արդեն վերջ, ոչ մանուկ է, ոչ միջահասակ է, ոչ էլ ծեր է։ Արդեն վերջ է իմաստությունն է ու հավիտյան ապրելու է երկնքում։ Բայց երկրի վրա նորից եմ ասում, մենք իմաստությունը մեր շատացնում ենք։ Երբ որ Քրիստոսին ես ընդունեցի առաջի անգամ, հավատացի, Աստված սրտիս կպավ, ընդունեցի ես Քրիստոսին։ Այն ժամանակ իմաստությունը իմ մոտ շատ քիչ էր, փոքր էր, մանուկ էր։ Հիսուս Քրիստոսը որ ծնվեց, մանուկ էր ինքը։ Ինչի Աստված մանուկ էր նման։ Մարդն էր մանուկ։ Հոգևոր իմաստով մեր մեջ Քրիստոսն էր մանուկ, խոսքը, բայց այդ խոսքը աճում էր մեր մեջ։ Ոնց էր աճում։ Այսօր իմ մեջ խոսքը, ձեր մեջ խոսքը ոնց է աճում։ Կարդալով, աղոթելով, քարոզելով, քարոզներ լսելով, Աստծո պատվիրանքները կատարելով, աճում ես, զորանում ես հոգու մեջ։ Եվ հաստատում ինձ հասակի, Պողոս Առաքյալի ասացի պես, ելով կբաժանի ինձ Քրիստոսի սիրուց։ Ոչ մահը, ոչ այս, ոչ այն, մինչև անգամ մահն էլ չի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Երբ որ մինչև մահը չի բաժանի այդ հոգին լմնցածը արդեն, այդ հոգին հավիտենականության մեջ ապրում է։ Կատարյալ իմաստությունը հավիտենականության։ Չգիտեմ այսքանով ինչքանով բավարարվեցի։ Հարցը ոնց ես հասկացա, այսինքն մահերը նման տարբեր ժամանակներում։ Երկրի վրա։ Հա, 2 տարեկաններ, 10, 19, 20, 50, 70, երևի ուզում եմ իմանալ այդ տարիքում են հոգիներ լնելու տարբեր, թե մի տարիք մի Հոգին մի տարիքի է, նայե, Աստված որ ասում է մի գողացի, այդ մի գողացի ոչ փոքր է, ոչ մեծ է, ոչ բան, իմ մեջ է փոքր այդ մի գողացի, մինչև տարիների ընթացքում մեջ եմ գողանում, արդեն դարձավ Աստվածաշնչի հոգուն զուլվեցի ես, հասկանում եք, իսկ մինչև այդ իմ հասկացողությունն է մանում, բայց Աստվածաշնչի խոսքը որ ասում է սուտ մի ասա, մի գողացի, մի սպանես, մի արա, մի արա, դրանք մանուկ ու ծեր չեն։ Խոսքը, հոգի է, իմաստություն է, վերջ, սա է։ Մեր մեջ է մանուկ էլի, ես իմ հասկացածը ասեցի ձեզ, քանի որ ոնց որ Մելյանան սկզբից ասեց, որ Աստվածաշնչի մեջ չկա գրած։ Մանուկ են ելնելու, մեծանալու են երկնքում։ Ես համարքարել, հա, այդ մասին չկա գրված։ Դրա համար Սուրբ Հոգիով մենք պետք է հասկանանք, թե չէ նենց կարդալով չկա։ Ես համարքարին ասում եմ, տուներ պետք է սարքեն, պետք է բնակվեն, մանուկներ պետք է ծնեն, իրանք պետք է սարքեն, ուրիշը չնստի այդ տան մեջ, Տիրոջ օրհնյալները պետք է լինեն։ Նոր մի քիչ առաջ կարդացի 100 տարեկան կմեռնի իմաստունը, սա երկրի վրայի մարդու մասին է խոսում։ Երուսաղեմը, հոգևոր Երուսաղեմը, որ իշխում է մեր մեջ։
Մենք հավիտյան ենք դառնում արդեն, վերջ, երկրի վրա մի տարի կապրենք, Մելանի ասացի պես 10 տարի, 100 տարի թե կապրենք, մենք հավիտյան ենք։ Հենց ծերացավ մարմինը հողին էր, հող դարձավ, ոնց որ ժողովն ասը։ Հոգին արդեն վերադառնում է Աստծո մոտ, Աստծո տված հոգին, որը անսկիզբ ու անվախճան էր։ Ամեն։ Այսքանով ավարտենք։ Մոտեցավ ավարտին, Աստված շատ օրհնի։ Եթե էլի հարցեր կառաջանան այս թեմայի շուրջ կամ մյուս թեմաների, գրեք, զանգեք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Աստված ձեր հետ։